Երազիմ երկիր հայրենի Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, ոչ է հեռադիտակով դիտվող երկիր է։ Սա համընդհանուր սիրո երկիր է, որի մայրաքաղաքը սկսում է հենց Խրամատից։ Թվականին օգոստոսի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդ ընդունեց ՀՀ անկախության հռչակագիրը, որտեղ նշված է, որ ՀԽՇՀ-ն կազմալուծում և ձևավորում է մի նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետություն։ Ես այս երգը երգում եմ կանգնած, որովհետև դու նա ես, ում խաղաղության համար զոհվում են առանց կասկածելու, որովհետև դու նա ես, ում համար կռվի են ելնում առանց հրամանի, որին ասում են միակ, կարոտում են հեռվից, և կարոտից արտասվում են օտար սրճարաններում, և չգիտես որտեղ լողացող նավերի վրա։ Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետև դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու, որովհետև առանց քեզ անձրևը ջուր է սովորական, լեռները քարերի կուտակում, սերը շքեղություն ավելորդ, և որդի ծնելը հանցագործություն։ Ես այս երգը երգում եմ գլխաբաց, որովհետև դու նա ես, ում ձեռքը պետք է իջնի մեր գլխին օրհնության նման, երբ մենք ճամփա ենք ընկնում, երբ մենք սկսում ենք օրը, երբ մենք ծնունդ ենք տալիս խոսքին ու մտքին։
Աշխարհում կա ջահելություն, կա կյանք, կա սեր, կան տղաներ եւ աղջիկներ, կա շեք, կա սև։ Եվ մի աղջիկ սև աչքերով, սև մազերով ինձ գերել է, խելքից հանել իր նազերով։ Գալիս է նա եւ շատ հաճախ, ձեռքս բռնում, ափս բացում, սև աչքերով մերթ կկոցում, մերթ լայն բացում, մերթ փակում է։ Սկսվում է գուշակումը. ապու, ապու, կապու, կապու, եկ մին տեսնենք, ինչ կա ափում։ Աթու, աթու, հաթու, հաթու, տեսնենք տղան ինչ է ասում, անամփերու, չանամփերու, եւ մի օր էլ չեմ համբերում։ Գիտեմ, գուշակել ես, կախարդել ես, չէ որ դու ինձ ոտով գլխով կախարդել ես, բայց իմ ափը ինչ է տալիս, ինքդ գիտես, որ մի ափը նույնիսկ անգամ ծափ չի տալիս։ Ախր ինչ կա այդ ափի մեջ, կուզես դառնամ մարդ ափի մեջ։ Մարդկանց առաջ եւ քո առաջ, ահավասիկ ինքս եմ բացվում, ինչ որ ունեմ, ինչ որ չունեմ իմ հոգու մեջ։ Մարդկանց առաջ եւ քո առաջ, ահավասիկ ինքս եմ բացվում, ինչպես մանուկ նորորոցում, երբ շոքում եմ։ Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով Պաշտպանության նախարար ընդունել նշանակվել Վարդան Սարգսյանը։ Նա նորակալ Պաշտպանության նախարար Արտաց Նախարարության։ Աղջիկս, ես ամենևին չեմ մտածում, որ դու դեռևս փոքր ես, այլ հակառակը, գիտեմ արդեն, որ հասուն մեկն ես դարձել, և դրանից զատ գիտեմ նաև, որ բավական անփորձ ես լուրջ հարցերում, և որ բնավորությունդ տակավին անկայուն է, և չի էլ կարող կայուն լինել, քանզի բնավորությունը փոխվում է խոճապային հանգամանքներում։ Մեր հույսի դուռն է մայրս, Մեր տան մատուռն է մայրս, Մեր օրորոցն է մայրս, մեր տան ամրոցն է մայրս, մեր հերն ու մերն է մայրս, մեր ճորտն ու տեժն է մայրս, մեր տան անտունն է մայրս, մեր արծվա բունն է մայրս։